Պատերազմից հետո ավելի շատ եք հանձնել, բայց Նիկոլին փոխելու դեպքում ով գիտե, գուցե հնարավոր էր բանակցություններով հասնել լղիմի սահմանների վերականգնմանը։ Մնացին պարտություն բերածները ու 2020-ից հետո շարունակեցին այն նույն ոճով, ինչը 20-ից առաջ էր եղել ու բերել էր աղետների։ Երկրորդ նախագահն ասում է, պետք է բանակը կարգի բերել, ինքը 4 տարում խոստանում էր։ Ասում է դաշնակիցների հետ հարաբերությունները պետք է վերականգնել։ Պետք է քարտեզը դնել ու նայել, որ երկիրն է, որ տարածաշրջանում ունի շահեր, որ երկիրն է, որ այնքան հզոր է, որ կարող է ունենալով շահեր նաև զսպել Թուրքիայի, Ադրբեջանի ախորժակը։ Հաստատ դա եվրոպական որևէ երկիր չէ։ Նրանք որքան էլ ուզենանք, մեր այս տարածաշրջանում ազդեցություն չունեն, ու գրեթե չունեն։ Միակը Ռուսաստանն է։ Ուզենան ոմանք, թե չուզենան։ Ուրեմն պետք է խորացնել նրա հետ հարաբերությունները, ոչ թե հայտարարել թշնամի աշխարհի ատոմային պետություններից ամենից խոշորին։ Խորացնել, այդ ընկերությունը օգտագործել ի շահ մեր պետության ու ժողովրդի, այնպես ինչպես եղել է մինչև Նիկոլի գալը երկար տարիներ, ասում է իմ օրոք ոչ մեկս չենք շեղվել մեր պայմանավորվածություններից, ոչ ես, ոչ ռուսական կողմը, եւ բոլոր հարցերը կարգավորվել են։ Պետք էր ընդամենը դա շարունակել։ Այդքանը պարզ չէ։